Բարև ձեզ, ես կարճ երկու բառ եմ ուզում ասել նրանց, ովքեր հավատացին այսպես կոչված քաղաքական որոշ ուժերի, թե իբր Հայաստան 300,000 ադրբեջանցի է գալու, որ իբր այս տարածքն ենք հանձնելու, այն տարածքն ենք հանձնելու, որ իբր Հայաստանում իշխանությունը զավթել են թուրք-ադրբեջանական ուժերը կամ նրանց ծառաները։ Տեսակ ինչ եղավ, մանդատները վերցրին, հայտարարեցին, որ մանդատը զենք է և իրենք վերցնում են հանուն վեհ նպատակների։ Սիրելի հայրենակիցներ, եթե մանդատ վերցնողները 1% անգամ հավատային իրենց իսկ ասածներին, իրենք մանդատ չէին վերցնի, ավելին ընտրություններին չէին մասնակցի, ում հետ մասնակցեն, թուրք-ադրբեջանական ուժերի հետ, լուրջ։ Օրինակ ձեզանից եթե ինչ-որ մեկը իմանա, որ երկիրը զավթված է թուրքական կամ ադրբեջանական ուժերի կողմից ու այդ ուժերը ընտրություններ են նշանակում, կգնաք կմասնակցեք, որ ինչ անեք։ Հիմա տեսակ, որ ձեզ խաբեցին և գիտեք ովքեր են գալիս խորհրդարան, նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն, իսկ նրանք, ովքեր կապ ունեն, պատգամավորի հետ որևէ կապ չունեն, մարդիկ եկել են, վերցրել են մանդատները նրանք, ովքեր 5 տարի կոչ էին անում չգնալ նիստերին, հարց չտալ կառավարությանը, չզբաղվել ժողովրդին հուզող խնդիրներով, չգնալ խորհրդարան։ Դրա անուն էլ գտան, ասում մարտավարական քայլ է դա։ Սիրելի հայրենակիցներ, մարտավարական առումով վերցնում են հարկերով ձևավորված աշխատավարձը և ասում են, որ մենք մարտավարական նպատակներով չենք գնում աշխատանքի։ Հիմա ինձ լսում են բժիշկներ, մանկավարժներ, շինարարներ, ֆուտբոլիստներ, դե հիմա դուք պատկերացրեք, չենք գնում աշխատանքի, բայց ձեզ փող են տալիս, նույնիսկ երբեմն պարգևավճար են տալիս, իսկ դուք ասում եք, ես մարտավարական նպատակներով չեմ գալի աշխատանքի, երջանկություն։ Ու հիմա այդ մարդիկ էլի գալու են, ձեզ վրա ծիծաղելու են, մի բաժակ օղի են խմելու, մի բաժակ սուրճ են խմելու, եթե կան ազգային ժողովի շենք, ու գնալու են իրենց գործերով, ու էլի ձեր վրա ծիծաղելու են, որ դուք հավատացիք, որ Նիկոլ Փաշինյանը կամ չգիտեմ մեկ ուրիշը, այս տարածքն է հանձնում, այս 300,000 ադրբեջանցի է բերում։ Եվ մեկ էլ կրկին անգամ չեմ դիմանում ու ասում եմ ամոթ բոլորիդ, մեղմ ասած, ովքեր փող վերցրին և գնացին քվեարկության, ամոթ ձեզ բոլորիդ։ Դուք հասկացաք ինչ ծանր հանցանք գործեցիք։ Եվ հիմա օգոստոսի 2-ից սկսվելու է այսպես կոչված ընդդիմության բեմականացրած մի նոր շոու, հանուն, ու ինչքան իրենք չեն հոգնում, ասում մենք պայքարում ենք, մենք էս ենք անում, շատ լավ եք պայքարում, բայց ասեմ ձեզ, ապրեք, մալացի, դուք կարողացաք էլի խաբել խեղճ ու կրակ մարդկանց, որոնք ձեզ հավատում էին, և անլուրջ մարդկանց, որոնք պատրաստ էին փող վերցնել, քվեարկել և թքած ունենալ երկրի վրա։ Իսկ հիմա ես բոլորիդ կոչ եմ անում, վերցրեք ցուցակները, արդեն հրապարակել են, թե ովքեր են պատգամավոր աշխատելու։ Վերցրեք ու նայեք, տեսեք ում եք ճանաչում, ում չեք ճանաչում։ Օրինակ հարց ուժեղ Հայաստանի ուժեղ տարերքի Նարեկ, դու էլ ես կիսում են կարծիքը, որ լավ կլինի հայ զինվորը ականի վրա պայթի։ Փաստորեն կիսում ես, եթե Էդգար Ղազարյանը ձեզ հետ միասին մտնելու է խորհրդարանի շենք, ուրեմն դուք ևս ուրախ կլինեք, որ հայ զինվորը ականի վրա պայթի։ Էս եք դուք, էսա ձեր կարգը, էսա ձեր մակարդակը, եթե ես սխալ եմ ասում, ասեք սխալ է ասում Գեղամ Նազարյանը, ասեք սխալ է, բայց ոնց եմ ես սխալ ասում, եթե Էդգար Ղազարյանը այդ հայտարարությունը անելուց հետո ընդգրկվում է ձեր ցուցակում ու ձեր հետ միասին բերում եք խորհրդարան։ Եվ այսքան առայժմ, բայց առայժմ հələ փորձեք մտնեք խորհրդարան, ինչ հետաքրքիր օրեր են ձեզ սպասվում։